Եվրոպական միությունը ցանկանում է Հայաստանի հետ խորացնել քաղաքական երկխոսությունը տարբեր ոլորտներում, այդ թվում անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում։ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Նա մատնանշել է, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Հայաստանի կողմից նկատվում է կապերը խորացնելու ուղղությամբ ուժեղ հանձնառություն եւ որ տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը զգալիորեն ավելացել է։ Մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, հա թե ինչու ենք ուզում վարչապետին հրավիրել այսօր այստեղ։ Սա ընդամենը առաջին քայլն է այս մեր մանդատի շրջանակում, մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա, նաև Եվրամիություն-Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին, Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ։ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով Եվրամիության հետ ռազմատեխնիկական համագործակցությանը շեշտել է, որ բանակը Հայաստանի համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք։ Մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցում ենք Եվրամիության երկրների հետ։ Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում ունենք Ֆրանսիայի հետ։ Մենք նաև արդեն նշեցի, որ Եվրամիության քաղաքական ներողություն, խաղաղության գործիքի միջոցով արդեն 2 անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական միությունից եւ մենք ընդհանուր առմամբ համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում եւ վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք։